դեպի ընտրություն։ Սոցիալական հարցումները տարբեր մեզ ասում են այն տեղեկատվություն ընդհանուր նարատիվային առումով, որ մեր ժողովրդի հանրության ճնշող մեծամասնությանը առաջին մտահոգողը դա արտաքին անվտանգային հարցերն են։ Իհարկե նաև կենցաղային, տնտեսական, մյուս, իհարկե որպես քաղաքական ուժ, որը որ քաղաքական գործընթացներով ձգտում է իշխանափոխության, ինքը պետք է բոլոր ոլորտներում ունենա իր անելիքների հստակ, պրագմատիկ եւ ոչ պոպուլիստական ծրագիրը, որը որ կյանքի պետք է կոչի։ Բայց ամենակարևորը եւ առաջնայինը արտաքին անվտանգության հետ կապված խնդիրներն են։ Այստեղ հակաիշխանական ուժեր ներկայացնող իմ գործընկերները, արդեն իմ գործընկերը նշեց, հզոր բանակ, այո։ Դա երաշխիքն է, միմիայն դա է։ Արտաքին անվտանգության պահպանման բանաձևը շատ պրիմիտիվ ու պարզ է։ Պետք է ունենաս հզոր բանակ եւ ունենաս նաեւ դաշնակցային փոխհարաբերություններ, ռազմաքաղաքական դաշինքներ։ Նորերը կնքես, եղածները վերաիմաստավորես։ Այս բանաձևով դու պետք է ունենաս հզոր անվտանգային քո պատնեշը, քո հովանոցը։ Սա առաջնայինն է։ Հետևաբար, երբ որ ազգաբնակչությանը ներկայացնում են մեր ժողովրդին, որ հզոր բանակ ունենալը պարտադիր չէ խաղաղ ապրելու համար, դա նոնսենս է։ Դա նոնսենս է եւ դա մենք հստակ պետք է մեր ժողովրդին ասենք։ Եվ ասենք, հայ ժողովուրդ, դու այդքան պրիմիտիվ չես եղել քո պատմության մեջ։ Եվ նաեւ պատմության տարբեր ժամանակաշրջաններում Պարսից զորքերում քո հայկական այրուծին եղել է ամենաէլիտար զորամիավորումը։ Հետևաբար մենք պետք է կարողանանք վերադարձնենք, այո, մեր ինքնութենական հիմքերից բխող մեր պատմական հիշողության մեջ այդ ցցուն են օրինակները, որոնք որ պետք է վառ ձևով արտահայտված մեր ժողովրդին ասենք, որ այն իշխանությունը, որը այսօր ցավոք սրտի ներկայացնում է մեզ արտաքին աշխարհի շուրջ, արտաքին աշխարհին, նա սպասարկում է ոչ հայկական շահեր։ Առնվազն ոչ հայկական շահեր, թե ինչպիսի շահեր, բնականաբար մենք առիթ ենք ունեցել ասենք, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի վարչապետի թեկնածուն է, չէ՞։ Այդպես է, եւ այս հարցի վերաբերյալ մենք կարծես թե հակաիշխանական ուժերը ներկայացնող իմ գործընկերներ չունեն որևէ հակասություն։ Եվ մեր միասնությունը, այս որ նստած ենք, չէ, շատ ու շատ հարցերում տնտեսական, սոցիալական եւ քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմաարդյունաբերության զարգացման, չէ, այս հարցերում ինքը նարատիվային առումով մենք բոլորս միևնույն գծի մեջ ենք, որովհետեւ մենք նայում ենք ինքնութենական հիմքերի վերականգնման եւ պատմական հիշողության, պատմական արդարության վերականգնման տեսանկյունից։ Եվ մենք ասում ենք, չէ, որ արդարություն լինելու է, արդարությունը գալու է, եւ ինչու է գալու այդ արդարությունը, որտեղ մենք համոզված ենք, որ լինելու է այդ հաղթանակը հենց հունիսի 7-ին։ Մեր բնակչությանը, մեր ժողովրդին մենք պետք է ասենք, հարգելի հայրենակից, քո փրկությունը արտաքին անվտանգության հետ կապված առաջնահերթությունները լուծելն է։ Եթե փոխում ես բանակցողին, եթե փոխում ես այսօրվա քո անունից հանդես եկողին, ապա մյուսը որ գգա լինելու ազգային շահ ներկայացնող։ Եվ նրա շուրջը իհարկե բոլորը համախմբվելու են այն մարդիկ, այն ուժերը, որոնց ուղղությունը, որոնց նշանակետը նույնն է։ Սա պետք է ասենք մեր ժողովրդին եւ ցույց տանք նաեւ ըստ էության բոլորով միասին նույն կետին խփելու մեր պատրաստակամությունը։ Շնորհակալություն պարոն Անանյան եւ այսպես մի կարճ հարց էլ, քանի որ հնարավորություն կա այդ հարցը քննարկել ձեզ հետ, ձեր քաղաքական ուժի կողմից տեղեկատվություն տարածվեց Ադրբեջանի այսպես դիրքերը ամրացնելու հետ կապված, որը այս իշխանության ցնցումների մեջ գցեց, որով յուրաքանչյուրը այսպես ով քնից արտանում էր, որոշում էր ապացուցել հակառակը, որ այդպիսի բանը չի կատարվում, ոչինչ որ ադրբեջանցիները մեր տարածքում են գտնվում, բայց չէ դիրքերը չեն ամրացնում։ Բայց միևնույն ժամանակ նկատվեց նաև հասարակության անհանգստությունը։ Կարող է սա տրիգեր դառնալ նաև նախընտրական փուլում, երբ որ հասարակությունը ի վերջո իր անվտանգության բնազդից ելնելով ի վերջո ընտրություն կկատարի։ Գիտեք, Արցախի կորստից հետո հանրային
պասիվությունը, որը չդարավ տրիգեր, շատ դժվար է պատկերացնել, թե դրանից առավել ինչ պետք է տեղի ունենա, որ դառնա տրիգեր։ Բայց այնուամենայնիվ մենք ցուցադրեցինք մի շատ պարզ ու պրիմիտիվ բան, որ 20 թվականից էսկոմ ամեն տարի մենք կորցրել ենք տարածքներ, թե դիրքերի ձևով, թե ամրությունների տեսքով, եւ 25 թվականը, որը որ գովերգվում էր որպես խաղաղության տարի, մենք ուղղակի ցուցադրեցինք փաստերով, արբանյակային լուսանկարներով, որ 25 թվականին էլ ենք ունեցել տարածքային կորուստներ։ Եվ մեր ասածը նա է, որ եթե Նիկոլ Փաշինյան, ապա տարածքների կորուստ։ Եթե դու ընտրում ես Նիկոլ Փաշինյանին, ապա դու ունենալու ես տարածքների կորուստ։ Այն որում տարածքների կորուստը մթության քողի, լռության քողի ներքո հարությանը մոլորեցնելու, չասելու, սուտ խոսելու, այն գործընկերը նշեց, չէ՞ որ Արցախյան պետական պաշտոնյան սուտ խոսելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Իսկ այն պաշտոնյան, որը փաստը ներկայացնողին ստախոսության մեջ է մեղադրում, ոչ պակաս նաև ինքն էլ է ստախոս, չէ՞։ Հետևաբար նա էլ պետք է պատասխանատվության ենթարկվի քրեական։ Այո, տեսեք, պետություն ղեկավարելը, պետություն կառավարելը խաղոպար չի, դա պերաշկի ուտել չի, դա ուրախ ավտոբուսով զբոսակ չի, դա պատասխանատվություն է, դա գիշերներ չքնել է, դա սեփական կամֆորտը զոհելու զիջել է, ավելի մեծ գաղափարի ու ավելի մեծ պատասխանատվության համար։ Գնացեք ենկոմ, չի ստացվել ձեր մոտ, մեղմ ասած։ Եվ սա պետք է մենք ժողովրդին ասենք, որ տեսեք, նույնիսկ 2025 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձր հովանու ներքո ստորագրվում էր կամ նախաստորագրվում էր, չէ, իրենց գովերգված խաղաղության պայմանագիրը, խաղաղություն չկար այդ ժամանակ, կար այդ պատրանքը, կար սուտը, կար քողարկումը, լռությունը, այդ լռության քողի ներքո զիջելը տարածք։ Հասկանում եք, սա էր, որ մենք ցուցադրեցինք, եւ կարծում եմ, որ դեր անակնկալներ լինելու են, վատ իմաստով անակնկալներ իրենց համար։